Որքանով եք խելամիտ համարում արևմտյան Ադրբեջան տերմինը հավասարեցնել ինչ որտեղ նույն հարթության մեջ դնել արևմտյան Հայաստան տերմինի հետ։ Բոլորովին կապ չունեն իրար արևմտյան Հայաստան եւ Ադրբեջանը։ Արևմտյան Ադրբեջանը երբևէ գոյություն չի ունեցել։ Ադրբեջան իր ստեղծումից հետո սկսել է հորինել տերմիններ արևմտյան Ադրբեջան, հարավային Ադրբեջան, որ Պարսկաստանի տարածքի մասին ասում, դա բոլորովին նորաստեղծ տերմիններ են։ Մինչդեռ մեծ հայքը, որ արևմտյան Հայաստանն է, մենք ենք կոչում Հայաստան, արևմտյան Հայաստան, Հայաստանում, դա արևմտյան Հայաստան չի, դա մեծ հայք է։ Ամբողջ հայկական բարձրավանդակի վրա տեղադրված երկիրներ, որոնք 2600 տարվա քարտեզները ցույց են տալիս։ Այս 2600 քարտեզի մեջ գոյություն չունի Ադրբեջան, բայց ինչու մենք դրա հակառակը չենք պահանջում։ Չենք պահանջում, օրինակ, Բաքվում ապրում էր 300,000-ից ավելի հայություն, Ադրբեջանում ներառյալ Ղարաբաղում 5.5 միլիոնի մոտ հայություն էր ապրում։ Դրանք բոլորին արագ քշեցին, դուրս արեցին, բացի Ղարաբաղը, որ 23 թվին դուրս արեցին։ Քանի օր ժամանակ տալով ժողովրդին դուրս արեցին տներից եւ ունեցվածքը բռնագրավեցին։ Ամբողջ հայ ժողովրդի 400,000 ժողովրդի ունեցվածքը բռնագրավել է Ադրբեջանը։ Մենք Ադրբեջանից ինչ-որ հատուցում չենք պահանջում։ Ադրբեջանը գիտեք ինչ ծրագիր ունի, հայտարարություն է արել, որ եթե ադրբեջանցիներ գան Հայաստանում ապրեն իրանց գյուղերում, այդ գյուղերը պիտի գյուղերի ապահովությունը, անվտանգությունը պիտի ապահովի ադրբեջանական ոստիկանությունը կամ բանակը։ Դա էլ կա իրանց պահանջի մեջ։ Պարզագույն օկուպացիա է։ Այսինքն բլերի օկուպացիա են ուզում։ Ներքին օկուպացիա են ուզում, երկրի ամենամասն ուզում են իրենցը գրավել, իրենցն անել։ Դա որ երկրի համար կարելի է ընդունելի դառնալ։ Հասարակական մի շարք կազմակերպություններ պահանջում են Հայաստանի Հանրապետության կառավարությունից եւ վարչապետից որևէ պայմաններում եւ հանգամանքներում չհրաժարվել Ադրբեջանի դեմ միջազգային դատական ատյաններում գանգատներից խիստ մտահոգիչ եւ դատապարտելի համարելով այս, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու առաջարկը։ ՄԱԿ-ի միջազգային դատարանի կողմից քննվող հայցով ըստ էության մեզ համար կարևորագույնն է նաև ոչ միայն ուղղակի փաստ հաստատել, որ Ադրբեջանը տասնյակ տարիներ շարունակ իրականացրել է խտրական հայացիած քաղաքականություն, այլ սա նաև իրականում Հայաստանի Հանրապետության ռեպուտացիայի հարց է խոշոր առմամբ, որովհետև Ադրբեջանը եւ նման խոսույթը շարունակվում է ըստ էության պնդում է, որ Հայաստան օկուպանտ է, ագրեսոր է, կատարել է էթնիկ զտում, կատարել է բազմատեսակ այլ խախտումներ, հենց այդ պատերազմի, այսինքն Ղարաբաղյան պատերազմի շրջանակներում եւ դրանից հետո, եւ ըստ էության դա անհիմն է եղել որևէ պատճառ չի ունեցել ուղղակի տենց վատ պետություն է, վատ ազգենք, ֆաշիստական դրսևորումներ ունենք եւ այլն, դրա համար կատարել ենք այդ ամենը։ Ըստ էության հենց հայցի ողջ ծավալը եւ նպատակը կամ նպատակներից մեկն է ցույց տալու, որ նման քաղաքականություն Ադրբեջանի կողմից տարվել եւ սա գուցե եւ միակ տարբերակներից էր ի պաշտպանություն ժողովրդի անելու, այդ ունեւ սատարելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի էթնիկնորոշման իրավունքի իրացումը։ Այսինքն հրաժարվելով մենք փակում ենք այդ էջը, մենք կարծես թե ընդունում ենք, որ ինչ արել ենք, իրոք սխալներ ենք արել ու որևէ օգուտ այսպես ասած չենք տվել ու ստիպված չենք եղել նման քայլի դիմել որպես պետություն կամ ժողովուրդ, իսկ Ադրբեջանի համար մենք հերթական խաղակարդն ենք տալիս ասելու, որ տեսեք անգամ դատարանում, որևէ դատարանով հաստատված չի, որ մենք տենց բան ենք արել, սրանք terrorist են, ահաբեկիչ են, ֆաշիստ են եւ այլն, այն պիտակները, որոնք որ գործադրվում են, եւ մենք կարծես թե ասելիքել չենք ունենա անգամ քաղաքական կամ դիվանագիտական մակարդակում։ 30 տարի անընդմեջ Ադրբեջանը տարածել է պատում, որ Հայաստանը ագրեսոր է, օկուպանտ եւ իրեն հաջողվել է տարբեր եւ միջազգային կազմակերպություններին ինչ-որ չափով համոզել եւ հաջողության հասել է։ Եվ ինչ-որ առանձին պետություններին համոզել ըստ էության, որ Հայաստանը միայն սխալներ է գործում, այսպես ասած խախտումներ է գործում եւ արդար պայքարի արդյունքում չէ այս ամեն ինչը արվում եւ դրանով, այսինքն սա գուցե միակ շանսն էր ցույց տալու, որ այդպես չէր, ըստ էության իրականությունը այլն է ու դա կհաստատվի հենց միջազգային դատարանի կողմից։ Մենք ունենք խնդիր ապացուցելու աշխարհին գուցե ինչ-որ չափով, որ ցեղասպանության ունենք ենթարկվել եւ հիմնական հակափաստարկը, մեր այդ պնդման այն է, որ որևէ միջազգային դատարանի կողմից դա չի հաստատվել, ուրեմն դուք հորինել եք,
արդեն նման բան տեղի չի ունեցել։ Հիմա նույն սխալը կամ նույն խնդիրը մենք ունենալու ենք Արցախի ժողովրդի հետ կապված։ Այո, մենք 30 տարի ամեն օր, ամեն ժամ պատրաստվում ենք ինչ-որ մի իրադարձության, որտեղ վերջնական ակնարկ պետք է տանենք եւ ավարտենք, բայց կյանքը վերջի մասին չէ։ Կյանքը ընթացքի մասին է, այդ թվում քաղաքական իրավունքների կյանքը։ Մենք պետք է հասկանանք, որ չկա ինչ-որ մի փուլ, ինչ-որ մի կետ, ինչ-որ մի պայմանագիր, ինչ-որ մի թուղթ, որից հետո կյանքը գեղեցիկ է դառնում եւ հանգիստ։ Մենք պետք է սիրենք պայքարը եւ գտնենք, որ ոչ թե 30 տարի պետք է պայքարեին Արցախ հայկական պայելու համար, այլ 3000 տարի պետք է պայքարեն, որ ինչեւ այս 3000 տարի պայքարել եք հայկականներ, ինչ որտեղ թերացան եւ կորցրեցին։ Քան հիմա 3000 տարի պետք է պատրաստենք սիրեք պայքարը, որպեսզի Արցախը կրկին լինի հայկական։ Դա ոչ մեկի զարգացման մեջ չէ մեղադրի, եթե պայքարեք սիրելով։ Գիտեք, միգուցե մեղադրեն, բայց կյանքն է այդպեսին։ Եթե դու խաղացել ես, իսկ բոլորս ենք խաղացել։ Մենք պետք է պատրաստ լինենք պատերազմ, որովհետև այլ տարբերակ խաղաղություն պարտադրելու չկա, քան լինել ուժեղ։ Ինչով է վտանգավոր երևույթը զոհին մեղադրելու ցանկացած իրավիճակում։ Դեհումանիզացիա բառը բացատրեմ, դա նշանակում է ապամարտկայնացում, այսինքն ներկայացնելու զոհին որպես անարժան, որպես արժեք չունեցող, նսեմ մի երևույթ։ Եկեք ինքներս պատկերացնենք, եթե մենք կոտրել ենք մի առարկա, որը գին չունի, արժեք չունի, ապա մեղադրանքը այնքան մեծ չի լինի։ Այսինքն, իսկ եթե մենք վթարել ենք թանկարժեք մեքենան, մենք կարող ենք դրանից նույնիսկ շոկ ունենալ։ Որքան արժեքը բարձր է, այնքան դահիճի կատարած գործողության վտանգավորությունը գինն է այդքան բարձր։ Ահա թե ինչու դահիճը փորձում է իջեցնել զոհի կարևորությունը, նսեմացնել զոհին, որպեսզի ի վերջո նաև աշխարհը նույն համոզման գա, որ նրա կատարած գործողությունները բնական են եւ որևէ վտանգ չեն պարունակում։ Զոհը ինքը որևէ բան ի վիճակի է անել։ Գիտական հետազոտություններն են ապացուցում, օրինակ մարդու եւ առնետների նմանությունը գենոտիպային բավական մոտ է եւ առնետների նկատմամբ շատ գիտափորձեր են իրականացնում եւ գիտափորձերից մեկի ժամանակ առնետներին ջրի մեջ են գցել եւ հետեւել են թե որքան են դիմանում առնետները այդ շոկային իրավիճակին 4 ժամ, որից հետո հյուծում են եւ որոշները նույնիսկ սատկում են եւ նրանք, որոնք արդեն ակնհայտորեն հյուծվել են եւ գտնվում են վերջին փուլում, նրանց փրկել են մի քանիսին, տաքացրել, ջերմացրել, կերակրել եւ հետո նորից ջրի մեջ գցել եւ հետեւել են առնետների վարքին եւ ինչ եք պատկերացնում 4 ժամը դարձել էր հիմա թիվը հստակ չեմ հիշում մոտավորապես 69 կարծեմ այդքան, այսինքն տասնյակ անգամ կոփվել են եւ հավատացել են առնետը հավատ չունի բնականաբար, բայց հաջողված փորձ ունի եւ նա գիտի որ եթե դիմանաս ապա կբացվի լույսը կբացվի խավարին կփոխարինի լույսը։ Էլ մինչև ուր է ձգվում աշխարհագրությունը հավակնությունների Ադրբեջանի եւ որն է դրա պատճառը ձեր կարծիքով։ Մեկ դար է այս պետությունը, այս հանրույթը իր ինքնությունը շարունակում է կառուցել հակահայկականության հիման վրա։ Տասնյակ կառույցներ, մանր ու մեծ, հիմնադրամներ, վերլուծական կենտրոններ, ֆոնդեր գործում են հիմքում ունենալով հակահայկականությունը։ Զորօրինակ, եթե խոսելու լինեմ դրանցից առավել խոշոր, առավել հայտնի, միջազգային հարաբերությունների վերլուծական կենտրոնը, որը ահռելի ֆինանսավորմամբ գործող եւ ընդգծված հակահայկական դիրքորոշում ունեցող, բավական մեծ ակտիվություն ունեցող կենտրոն է, որը պատկերացրեք միայն 2023 թվականի ֆինանսավորումը 1.5 միլիոն դոլար է կազմել։ Եվ տարեց տարի աճում է 2023 թվականի համեմատությամբ նրանց ֆինանսավորումը 23%-ով էր աճել, ավելի վաղ եղածի նկատմամբ մոտ 15%-ով։ Ահռելի գումարներ Կովկաս վերլուծական գիտական այսպես կոչված, եթե դա գիտական կարելի է համարել կենտրոնը, բազմաթիվ կենտրոններ, որոնք աշխատում են նորից բացառապես հակահայկական երանգավորմամբ, բացառապես հայկականությունը ժխտելու
պատմությունը, մշակույթը ամենը յուրացնելու տրամաբանությամբ եւ եթե սրան էլ հավելում ենք մեկ այլ շատ կարեւոր շերտ, որը առաջին հայացքից այս ամենի հետ թվում է թե պետք է կապ չունենա, բայց շատ ուղիղ կապ ունի եւ շատ ուղիղ ներգործություն եւ շատ ավելի մեծ ներգործություն։ Խոսքը վերաբերում է արտերկրում կատարվող աշխատանքին։ Խոսքը վերաբերվում է այսպես կոչված ադրբեջանական սփյուռքի կողմից իրականացվող աշխատանքներին։ Այստեղ պատկերը շատ ավելի հետաքրքիր է։ Ադրբեջանական տները, ադրբեջանի մշակույթի տները, երիտասարդական տարատեսակ կազմակերպությունները, ինչպես հետխորհրդային տարածաշրջանում, օրինակ Ռուսաստանում գործող ադրբեջանցի երիտասարդների ռուսաստանյան միավորում կազմակերպությունը, որի նախագահն էր Իլհամ Ալիևի դուստրը Լեյլա Ալիևան, որը բացարձակ ոչ պատահականորեն նաև զբաղեցնում է Ռուսաստանում Հեյդար Ալիևի ֆոնդի նախագահի պաշտոնը եւ նաև ընդհանրապես Հեյդար Ալիևի ֆոնդի փոխնախագահի պաշտոնը, Գերմանիայում, Ֆրանսիայում գործող ադրբեջանական տները, մշակույթի տները, որոնք կազմակերպում են մեր պատմությունը յուրացնող, մեր պատմության նկատմամբ ոտնձգություններ կատարող, պատմության մշակույթի նկատմամբ ոտնձգություններ կատարող տարատեսակ ակցիաներ, արշավներ։ Այն ինչ դուք նկարագրում եք, դա շատ սովորական, նույնիսկ օրինաչափ հիբրիդային պատերազմ է։ Այո։ Իսկ Ադրբեջանը շարունակում է պատերազմել մեր դեմ։ Ահռելի տեմպերով։ Որոնք կարող են լինել մեր քաղաքական ինքնության հիմքերը։ Բնականաբար առաջին հերթին մեր ազգային ինքնության սյուները։ Եվ այստեղ իր դերը ունի մեր պատմական ամբողջ ընթացքը եւ այդ ընթացքում ձևավորված կարևոր ինստիտուցիոնալ մեխանիզմները, որոնք այս կամ այն շրջափուլում օգնել են մեզ որպես ժողովուրդ պահպանվել, եթե այսպես կարճ ասեմ, պահպանվել թեկուզ տարբեր ֆորմացիաներով, անկախության կորստով։ Շատ-շատերն են ունեցել անկախության կորուստ եւ դրանից հետո չեն կարողացել պահպանվել որպես ժողովուրդ, հետո վերականգնել եւ այլն։ Մենք դա կարողացել ենք եւ դա նաեւ հենց այդ ինստիտուտների շնորհիվ։ Այստեղ բնականաբար եկեղեցին է, եթե պետականությունը մի կողմ թողնենք, առաջին հերթին եկեղեցին նաեւ, որը անշուշտ պետք է լինի մեր քաղաքական ինքնության մաս, այսինքն դավանաքաղաքականությունը մեր քաղաքական ինքնության անխուսափելի մասը պետք է լինի։ Բնականաբար պետականության այդ գաղափարը մշտապես կա եւ եղել է տարբեր ձևերով, գուցե ինչ որ այսպես չափազանցված կամ ամբողջապես չգիտակցված եւ այլ պատկերացումներով, բայց նաեւ այդ պետականության գաղափարը ես համոզված եմ, որ մենք միշտ կրել ենք եւ այստեղ շատ հաճախ մեր ազգային արժեքները կամ ազգային ինստիտուտները հակադրվում են հիմա ցավոք սրտի առավել եւս հակադրվում են պետականության գաղափարին, սա շատ վտանգավոր է եւ սա ոչ թե նոր ինքնության ձևավորման միտում կարող է լինել, ինչպես փորձ է արվում մատուցել։ Սա կարող է լինել հակառակը, հենց եղած ինքնությունը փլուզելու, բայց որևէ նոր բան չստանալու վտանգավոր ճանապարհ։ Ես նաև կարծում եմ, որ մշակութային ամբողջ հենքը, որ կա մեր ամբողջ այս պատմական հետագծում, այդ ամենից բնականաբար կարող են ձևավորվել ուղենշային տարրերը, որոնք կազմեն մեր քաղաքական ինքնությունը։ Սա խնդիր է, որը ընդհանրապես պահանջում է ինստիտուցիոնալ զբաղմունք, այսինքն մեզանում այս խնդրով չկա ինստիտուցիոնալ զբաղվածություն, թե պետական, թե հասարակական մակարդակում։ Կառավարությունն այսօր չկա։ Ինչ իրավիճակ է։ Կառավարություն չկա, բայց կներեք, նախ Արցախի հանրապետության ազգային ժողովը որպես բարձրագույն պետական մարմին, օրենսդիր մարմին գործում է, բնականաբար Արցախի կառավարության համապատասխան, այսինքն ժողովրդի կողմից ընտրված լեգիտիմ իշխանությունները լուծարված չեն, ինչքան էլ շատ-շատերը խոսեն թե Հայաստանի Հանրապետությունում, թե դրսում, այդ գործառույթները իրականացվում են, իհարկե սահմանափակ քանակով, իհարկե անընդհատ ճնշումների տակ են, բայց կան ուրեմն այդ կառույցները կա եւ որևէ մեկը չի կարող այդ փաստաթղթը տալ, որ այդ կառույցները լուծարվել են, նույն ազգային ժողովը, նույն, չգիտեմ, կառավարությունը, ասեմ նաև, որ այդ
վկայագրերը թե պահպանական գոտիները դրանք այն փաստաթուղթերն են, որը կատարվել է մշակութային ժառանգության պահպանության համապատասխան միջազգային ստանդարտներին համաձայն, որը ընդունվում էր տարբեր ՅՈՒՆԵՍԿՕ-ն տարբեր որոշումներ է կայացրել այդ հարցով, տարբեր ուրեմն միջազգային կոնվենցիաներ կան, որոնք այդ ամենը վկայում են եւ հենց այդ միջազգային այդ ամենը կատարվել է միջազգային իրավունքի համաձայն եւ այդ միջազգային կոնվենցիաները կապ չունի այդ երկիրը ճանաչվել է համաշխարհային հանրության կողմից թե չի ճանաչվել, նրա տարածքում գտնվող հուշարձանները նյութական մշակութային թե նյութական թե ոչ նյութական մշակութային ժառանգությունը, որոնք կրում են այդ մարտիկ, դա նաև համաշխարհային նյութական եւ ոչ նյութական մշակութային ժառանգության մի մասնիկն է կազմում։ Ասենք նույն Արցախի հանրապետության տարածքում գտնվող վանական համալիրները, ասենք Գանձասարը կամ Դադիվանքը կամ Ամարասը դա ոչ միայն Արցախի հայ բնակչության մշակութային ժառանգության ուրեմն վկաներն են եւ դրա կրողները ուրեմն Արցախում ապրող մարդիկ էին, այլ նաեւ ողջ հայ ժողովուրդը, որտեղ դրանք մեր հոգեվոր մշակութային ժառանգության կարևորագույն ուրեմն հուշարձաններն էին, այդ թվում նաև համաշխարհային քրիստոնեական ժառանգության մի մասնիկն են։ Մեր աչքի առաջ տեղի է ունենում կարծես թե Արցախի հայաթափման շարունակությունը։ Ինչ է մնում անել հայ ժողովրդին։ Ասեմ, որ այսօրվա արված քայլերը բավարար չեն, որտեղ ինչպես նշեցի, համակարգված քաղաքականություն չկա, իսկ պետությունը պետք է դա անի, բնականաբար պետությունը այդպիսի քայլեր համենայն դեպս մենք ինչպես ֆիքսեցինք, ամեն դեպս մեզ հայտնի չեն, որ արվում են։ Այսօր Ադրբեջանը հստակ քաղաքականություն է վարում յուրացման, ոչնչացման եւ ավելին ասեմ ձեզ, մեզ արմատներից, մեր պատմական լանդշաֆտից կտրելու քաղաքականություն է վարում, ոչնչացնելով մեր պատմական բնակավայրերը։ Գյուղերը, ամբողջական գյուղեր են ոչնչացվում, այո, ոչ միայն հուշարձաններ։ Օրինակ, ավերված ոչնչացված է, գրեթե ոչնչացված է Շուշիի շրջանի Քարինտակ Լիսագոր բնակավայրերը։ Մեծամասամբ ոչնչացված է Ասկերանի շրջանի Սղնար գյուղի մի զգալի հատվածը։ Ոչնչացված ավերված են Հադրութի շրջանի Մոխրենես, Խծաբերդ, Թաղոտ, Ծամձոր բնակավայրերը, այս կամ այն տարբեր տնտեսական գործունեության, այս կամ այն տնտեսական ծրագրերի անվան տակ։ Մի խոսքով ընդհանուր առմամբ փոխվում է պատմական լանդշաֆտը, որը մեծ վնաս է հասցնում ոչ միայն հուշարձաններին, այլ նաև բնական միջավայրին, մեր ասենք դեռևս 2020 թվականի ուրեմն այդ նոյեմբերի 9-ից հետո օկուպացված տարածքներում Ադրբեջանը սկսել էր այդպիսի գործունեություն եւ դրա հետևանքով բազմաթիվ նաեւ բնության ուրեմն բնական լանդշաֆտներ են ոչնչացվել։ Հենց միայն մենք դա մեր աչքով տեսնում ենք, երբ որ ասենք թեկուզ Գորի Ստեփանակերտ ճանապարհով երթևեկում ենք, տեսնում ենք, որ ամբողջ Շուշիի շրջանի Քարինտակ եւ Զարիստ գյուղերի միջև ընկած տարածքը ինչպիսի ձևափոխման է ենթարկվում եւ այդ անտառային հատվածները ինչպես են ոչնչացվում, այսինքն ոչ միայն հուշարձաններ, այլ նաեւ ընդհանուր թե բնական միջավայրը, թե պատմական լանդշաֆտները ոչնչացվում են, այսինքն կտրուկ ձևափոխություններ են անում, որպեսզի հայ բնակչությունը մոռանա իր ուրեմն հայրենիքի իր բնորանի մասին եւ Արցախի հիմնահարցի կարգավորման բանակցությունները անցյալ են, անցյալի փաստաթղթերի կամ անցյալի գործընթացների քննարկում է, թե մենք կարող ենք ընկալել, որ բանակցություն կարգավորման հետ կապված գործընթացները շարունակվում են, ուղղակի այս պահին շարունակվում են մեզ համար բավական ոչ շահեկան կետում, բայց շարունակվում են։ Քանի կա Արցախի հարցը, քանի արցախցին տեր է կանգնում իր ինքնորոշման իրավունքին, խնդիրը կա եւ նրա շուրջ որոշակի գործընթացներ տեղի են ունենում, թե ներքին քաղաքական, թե արտաքին քաղաքական։ Այսինքն որոշում ժողովուրդն է, ոչ թե քաղաքականությունը պետության, ասենք Հայաստանի Հանրապետության կամ Ադրբեջանի Հանրապետության։ Ես բազմից առիթ ունեցել եմ իմ կարծիքը հայտնելու, որ ցանկացած քաղաքական գործիչ կարող է հայտարարել, որ հարցը փակված է եւ այլն, բայց հարցը կարող է փակվել մի դեպքում, երբ որ արցախցին, վերջի արցախցին հրաժարվի իր իրավունքից, իր
պապական հայրենական հողում ազատ, անկաշկանդ, ապահով ապրելու իրավունքից։ Քանի դեռ կա նման արցախցից, նման արցախցիներ կան, դրանով որևէ մի կասկած, որևէ մեկը չպետք է ուներ, այս հարցը կա։ Եվ դրա այդ հարցի շուրջ տեղի ունեցող զարգացումները, ինչ որ բանակցություններ եւ այլն, դրանք ուղղակի աղճատված, սխալ ձևաչափով բանակցություններ են, որոնք չեն բերելու այս հարցին վերջնական լուծում, այլ հանգեցնելու են հարցի ավելի բարդացմանը։ Այս առումով սա շատ նման է, գիտեք, անցյալ դարի 20-ական թվականների իրավիճակին, երբ որ բոլշևիկյան իշխանությունները կամայականորեն որոշում ընդունեցին, չէ, երկար տատանցումներից հետո մի պահ տվին Ադրբեջանին, հետո տվին Հայաստանին, հետո ասին չէ, եկեք հետ խաղանք, տվեցին Ադրբեջանին։ Այն ժամանակ նույնպես համոզված են, որ հարցը փակվել է, բայց հարցը արթնացավ 70 տարի անց եւ արթնացավ ավելի արյունալի, ավելի դաժան հետևանքներով։ Դրա համար այս հարցին վերջնական լուծումը կարող է բերել միայն մեկ հանգամանք, դա արցախահայերի ինքնորոշման իրավունքի ճանաչումն է։ Ինչ է պետք անել դրա համար։ Երկու կարևոր հանգամանք։ Նախ պահպանել արցախահայության պետականության վերջին մնացորդները, որոնք մենք այսօր ունենք, տեր կանգնել դրան։ Երբ Արցախում հայտ չի բնակվում։ Արցախում հայտ չի բնակվում, բայց կա արցախցու կողմից ստեղծված պետականություն, որը պատկանում էր ոչ միայն արցախցուն, այդ պետականությունը պատկանում էր նաև հայաստանցուն, Սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին։ Դա մեր համատեղ ջանքերով ստեղծված պետականություն էր։ Արցախում չհիշեցնեմ, քանի հայորդի է զոհվել Հայաստանից, Սփյուռքից, հա, չհիշեցնեմ արցախյան պատերազմի հերոսների անունները, որոնք արտացոլում են մեր հայ ժողովրդի ողջ աշխարհագրությունը։ 2020 թվականի պատերազմում մեր պարտության հետևանքով մենք ունենք իսկապես խնդիր պաշտպանելու Հայաստանի Հանրապետության ֆիզիկական անվտանգությունը եւ տարածքային ամբողջականությունը։ Միգուցե այդ համատեքստում է, որ շատ բարդ է խոսել, ենթադրենք Արցախի հայության ինքնորոշման իրավունքից, երբ մենք ֆիզիկապես չենք կարող դեռ պաշտպանել մեր պետության սահմանները, որտեղ արցախցիները նույնպես այդ համատեքստում մենք պետք է խոսենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին, որովհետև դա հավելյալ լծակ կլինի զսպելու ագրեսորի, որի հետ մենք այսօր գործ ունենք, ախորժակը։ Հնարավոր է, որ պետությունը ունի ծրագիր, ինչ որ մի ծրագիր դիմադրելու այդ ծրագրին, Ադրբեջանի պետական պաշտոնական ծրագրին, հակահայկական, բայց համաձայնագիրը եւ դրա շուրջ խոսակցություններն էլ մեր փուչիկն են փորձելու զսպելու այն պետական իրական ծրագիրը, որ ունի Ադրբեջանը։ Ես հասկանում եմ ձեր միտքը, այսինքն փորձել Ադրբեջանին դնել ինչ-որ զսպաշապիկի մեջ, ստիպել տվյալ դեպքում ճանաչել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, ամրագրել դա եւ փորձել զսպել հետագա հնարավոր ագրեսիվ քայլերը։ Իրականում որն է այստեղ հակասությունը, որ ադրբեջանական կողմը սկսելով այդ ողջ գործընթացը տեսել է մի հստակ բան։ Հայկական կողմը այնքան է վախեցած, եկեք այդպես ձևակերպեմ, այլ կոնսպիրոլոգիական տեսությունների մեջ չմտնեմ, թեև ինքս գնալով այլ հատվածում եմ համոզվում, բայց ասենք վախեցած պատերազմից, ագրեսիայից, որ գործընթացի ժամանակ Ադրբեջանին զիջում է բացառիկ խաղաքարտեր, որոնք պետք է հնարավորություն տային զսպել ապագայում Ադրբեջանի ագրեսիան։ Այս միջազգային իրավական ակտերը, նույն Մինսկի խմբի գոյությունը, որը ընդհանրապես առնվազն այսօր փաստում է, որ Լեռնային Ղարաբաղում եղել է միջազգայինորեն ճանաչված հակամարտություն, ագրեսիա չի այնտեղ, ահաբեկչություն չի, անջատողականություն չի, դա եղել է հակամարտություն միջազգայինորեն ընկալելի եւ ամբողջը դրա շուրջ է ցավալվել եւ եղել են լուծումներ, որոնց մասին Ալիև այսօր ասում է մենք մերժել ենք բոլոր խաղաղ լուծումները։ Մենք հասկացել ենք, որ լուծումը պատերազմն է, այսինքն ընդունում է, որ ինքը գնացել է պատերազմական հարձակողական գործողությունների։ Եվ այդ ամբողջ գործընթացում, երբ քեզ Ալիևին կոնկրետ զիջվել են խաղաքարտեր, դրանով այդ ողջ հնարավորությունը, եթե կար այդ թղթում զսպելու Ալիևի ագրեսիան, իջիկ է դառնում,
որովհետև դու արդեն անում ես զիջումներ, որոնց միջոցով իրեն հնարավորություն ես տալիս հետագայում գնալ ագրեսիվ քայլերի։ Դու քեզ զրկում ես քո իրավունքներից, դու քեզ զրկում ես քո լծակներից զսպելու իր հնարավոր ագրեսիան։ Սա է ամբողջ խնդիրը։ Եթե այդ փաստաթուղթը, որը սկզբում քննարկվում էր Արցախ իրավունքներ եւ անվտանգություն թեմայով, օրինակ, ընթացքում Արցախը չճանաչվեր Ադրբեջանի մաս, չլինեին այլ վտանգավոր քայլեր եւ հայտարարություններ, Արցախը չհայաթափվեր այդ ընթացքում, չլինեին տարբեր դերակատարների եւ Ադրբեջանի միջեւ բավականին անթակույց գործարքներ, ապա միգուցե այդ ասածը տրամաբանական կլիներ, որ Հայաստանը հասել է SSS խնդիրների լուծմանը, բայց ընթացքում է Հայաստանը զիջել իր խաղաքարտերը եւ այսօր Հայաստանը շարունակում է զիջել իր խաղաքարտերը, այստեղ է լրջագույն խնդիրը, այստեղ է այն թաքնված կետը, այո, անդառնալիության կետ կա այստեղ, որովհետեւ Ալիևը ի վերջո ոչ մի շահ չունի ճանաչելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը, եւ գործընթացի վերջին 3 տարիների ընթացքում դու իրեն զիջել ես քո բոլոր կենսական իրավունքները, ու դու ունես մի կարևոր խաղակարդ եւս, որտեղ ցույց ես տալիս պետական մակարդակով հայ դեմ քարոզվողատելությունը, ու ասում ես եկեք այդ դրանից էլ հրաժարվենք։ Միջպետական հայցերը, դե ի վերջո ժամանակին նաեւ ավերացրեցին Հռոմի ստատուտը, որ հետագայում դիմենք հրեական դատարան։ Այդտեղ արդեն Ալիևը շատ լուրջ խնդիրներ կունենար իրապես, որովհետեւ ինքը այն ծանրակշիռ քաղաքական գործիչ չէ, ինչպիսին Ռուսաստանի ղեկավարն է կամ Իսրայելի ղեկավարն է, որ այդ գործընթացները չազդեն իր վրա։ Շատերը ինձ հաճախ նաև մեկնաբանություններում գնում են, դե իրավունքը կարևոր չի, դե հիմա ով է իրավունքով առաջնորդվում, բայց ես շարունակում եմ պնդել, որ իրավունքը կարևոր է եւ իրավունքը պետք է պահես քո ձեռքում։ Ադրբեջանը 30 տարվա բանակցությունների ընթացքում ոչ մի իրավունք չզիջեց Հայաստանին։ Ոչ մի իրավունքից ինքը չհրաժարվեց, հոյակապ գիտակցելով, որ հետո պատերազմով է գնալու խնդրի ճակերտավոր կարգավորմանը, բայց իրավունքը պահեց իր ձեռքում, լինելով բավականին պարտված, բավականին բարդ իրավիճակում։ Իրավունքը զիջել չի կարելի, իսկ Հայաստանը այսօր իրավունքներ է զիջում։ Դրանով իսկ կրկնում եմ ոչ թե զսպելով, այլ ընդհակառակը հագուրտ տալով Ադրբեջանի բավականին վտանգավոր նպատակներին։